Հայաստանում հավատարմագրված դեսպանները, Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներն ու Կոմիտասյան ժառանգությունը մեկ հարկի տակ։ Գալաքսի ընկերությունների խումբն ու Եվրոպական բիզնես ասոցիացիան մեկ հարկի տակ է հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին եւ գործարարներին։ Ամենամյա բիզնես նախաճաշ, որի ժամանակ քննարկում են բիզնես գործակցություն, մշակութային մթնոլորտում ու հնարավոր գործակցության ներուժը։ Սա Գալաքսիի արդեն 4-րդ գործակցությունն է Եվրոպական բիզնես ասոցիացիայի եւ դեսպանների հետ։ Ընկերության համար կարևոր է Հայաստանում եվրոպական բիզնեսների զարգացումը, եւ վերջին 20 տարում Գալաքսին լիարժեք գործադրել է իր ներուժը միջազգային գործընկերների հետ կայուն ու երկարաժամկետ գործակցություն հաստատելու համար։ Մեզ համար կարևոր ավանդույթ է կազմակերպել այս նախաճաշը, քանի որ սա հնարավորություն է, պլատֆորմ է, որտեղ մենք շփվում ենք բիզնեսի հետ, շփվում ենք դեսպանների հետ, շփվում ենք տարբեր այսպես ասած ինստիտուտների հետ, որտեղ որ փորձում ենք հնարավորություն ստեղծել Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղ, նոր բիզնեսներ եւ հնարավորություն տալ Եվրոպայի բիզնեսները գան Հայաստան։ Միայն վերջին 2 տարվա ընթացքում ընկերությունը 85 պայմանագիր է կնքել Եվրամիության տարբեր ընկերությունների հետ, այսինքն Եվրամիությունից ներմուծումների մոտ 3%-ը Գալաքսի ընկերությունների խումբն է արել։ Մենք Գալաքսի ընկերությունների խմբում շատ ենք կարևորում եվրոպական երկրների հետ, Եվրամիության հետ համագործակցության խորացումը, քանի որ բոլորս գիտենք, որ նորագույն տեխնոլոգիաները 21-րդ դարում արդիական կարևորություն ունեն եւ նորագույն տեխնոլոգիաների հիմնական կենտրոն դա եվրոպական կամ արևմտյան բիզնես աշխարհն է։ Հայաստանում Իտալիայի դեսպանի խոսքով իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով եւ գնահատում է Հայաստանի ջանքերը հասնելու եվրոպական տնտեսական ստանդարտներին։ Մենք ապրում ենք շատ պատմական ժամանակահատվածում, երբ հայ-իտալական հարաբերություններում պետք է ներդրումներ անել։ Պետք է նաև հաշվի առնել, որ շատ հայեր են ճամփորդում Իտալիա, շատ իտալացիներ են ճամփորդում Հայաստան։ Այս ճամփորդություններն օգնում են նոր կապեր ձեռք բերել, որոնք դառնում են տնտեսական գործակցության հիմք։ Միջոցառումը տեղի է ունեցել Կոմիտասի Թանգարան ինստիտուտում։ Ընկերությունը համոզված է, ինչպես վարդապետն է մեր ժողովրդի համար դժվարին օրերին հավաքել ու պահպանել մեր երաժշտական ժառանգությունը, այնպես էլ Գալաքսի ընկերությունների խումբը կկարողանա ստեղծել մի նոր բիզնես մշակույթ, որը դրական տեղաշարժ կապահովի հայաստանյան բիզնես դաշտում։ Կոմիտասի ժառանգության ներկայացումը դեսպաններին, մասնակիցներին հնարավորություն տվեց առավել խորությամբ ընկալել հայկական մշակութային արմատները, որոնք իրենց հերթին ունեն կարևոր կապեր եվրոպական մշակույթի զարգացման հետ։ Հյուրերը մասնակցեցին հատուկ կազմակերպված շրջայցի եւ Կոմիտասյան մոտիվներով ժամանակակից բալետային ներկայացման Արման Բալմանուկյան պարային նախագծի կատարմամբ, որի կուլմինացիան Կոմիտաս վարդապետի Անտունիի կատարումն էր, դաշնակահար Կատրինե Հովսեփյանի եւ տենոր Հայկ Վարդանյանի կատարմամբ։ Գարի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։